Բարև ձեզ։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, թե ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, իսկ Սևանա լիճը Գյոյչա լիճն է։ Ալիևը նույնիսկ հորդորել է Ադրբեջանի գիտնականներին ավելի ակտիվորեն ուսումնասիրել եւ հանրահռչակել նման քարտեզները։ Ինչ է իրականում ասում պատմական քարտեզը եւ ինչպես է այն վերածվում քաղաքական գործիքի, այս ամենի մասին զրուցելու ենք քարտեզագիր Ռուբեն Գալչյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Եվ այսպես Ալիևը վերջին ելույթում կրկին անդրադարձել է պատմական քարտեզներին, պնդելով, թե ցարական Ռուսաստանի քարտեզներում Սևանա լիճը նշված է որպես Գյոյչա եւ որ Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Սա պատմության չիմացության, թե միտումնավոր խեղաթյուրման արդյունք է։ Գիտեք ինչ, խեղաթյուրում չի, որոշ չափով սահմանափակում է տեղեկությունները տալիս։ 250 տարի մոտավորապես այդ մեր շրջանը պարսկական գերիշխանության տակ էր։ Պարսկաստանի ատրպատականի ժողովուրդը թրքալեզու ժողովուրդ էր, որը հարևան էր Հայաստանին, եւ մեծ թվով այդ թրքերից եկան Հայաստանի տարածքը բնակվելու են ընթացքում, այդ 200 տարվա ընթացքում, իրենց հետ բերելով իրենց անունները, տեղանունները եւ այլն, լճի վրա անունը, որ Սևան էինք ասում, նրանք Գոկչա դրեցին դեր այդ անունը։ Եվ տարբեր քաղաքներ կան, որ փոխել են անունը, Երևանը կա, ինչպես որ Երևան էր։ Ես ցարական Ռուսաստանի մի քարտեզ ցույց կտամ հիմա, այս կողքից դրած այս քարտեզը, ցարական Ռուսաստանի ռուսերենով հրատարակված քարտեզ է 1793 թվականին։ Եվ մոտավորապես այդ շրջանին, որ պարոն Ալիևն էր խոսում։ Սևանա լիճ է, որ դեղի կապու կանաչով նշված է, այստեղ ասում են Գոկչա։ Բայց եթե նայեք Սևանա լճի տակում էլ ռուսերենով գրված է Սևան։ Երկու անուններ էլ կան։ Եվրոպական, գերմանական, անգլիական եւ եվրոպական ուրիշ քարտեզները նույն դարաշրջանի 19-րդ, 18-19-րդ դարերի այդ շրջանի վրա երկու անուններն էլ տալիս են Սևան եւ Գոկչա։ Քանի որ ժողովուրդը որոշները դրանց Սևան էին ասում, որոշները դրանց Գոկչա էին ասում։ Դա մեկ բան։ Հետո այսօր նույն այդ քարտեզի վրա ուշադրություն եթե դարձնենք, պարոն Ալիևը եթե ասում է ադրբեջանական անուններ են, այս շրջանում Ադրբեջան անունով երկիր գոյություն չունի։ Ադրբեջան անունով փոխարեն այս կարմիրով նշվածը Թուրքիայից մինչև Ռուսաստանի կայսրության մեջ գրված է Հայաստան, Արմենիա, իսկ Բաքվի եւ իր շրջանի տարածքի վրա գրված է Շիրվան։ Իսկ ներքևն էր արդեն Պարսկաստանի քաղաքների անունն է, սա Պարսկաստանն է ներքևում Արաքսից հարավ։ Արաքսից հյուսիս Ադրբեջան անվանումը հայտնվել է 1918 թվականին։ Առաջին անգամ։ Դրանից հետո երբևէ այդ տարածքում Ադրբեջան չի եղել։ Եթե պարոն Ալիևը ցանկանում է դիմել պատմական քարտեզների, ապա մենք կարող ենք իրենց ցույց տալ 2500 տարվա քարտեզ, որը ցույց է տալի, որ այդ հարաքսից հյուսիս Հայաստանը կար, հարաքսից հարավ կար Պարսկաստան։ Եվ հետո էլ Պարսկաստանի մեկ նահանգ, որը Ատրպատական ենք ասում մենք, իր հին անունով։ Այդ տարածքի անունը ժամանակին Մարաստան էր, երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին աշխատեց գրավել այդ տարածքը, չկարողացավ, քանի որ տեղի զորավարը Ատրոպատ անունով պաշտպանեց իր երկիրը եւ Ալեքսանդր Մակեդոնացին շրջանցեց այս հարախով անցավ նրա շրջանից եւ Պարսկաստանի այս նահանգը մնաց չկարողացավ նա գրավել։ Իր մահվանից հետո ժողովուրդը որոշեց երկրի Մարաստան անունը փոխել դնել այդ ղեկավարի անունով Ատրոպատեն։ Հին գրականության մեջ մեկ մեր լեզվի մեջ պահել ենք Ատրպատական անվանումը։ Բայց արաբների գերիշխանության 7-8 դարերի ընթացքում Ատրոպատենը դարձավ Ատրպետան, Ադրբեգան, Ադրբիջան, Ազերբայջան, Ադրբայջան։ Տրոհվեց այդ լեզվի ընթացքում։ Արաբները Զ, Տ, Գ դարերի մեկ ինչ խառնուրդ ունեն այդ բաները։ Մեծ հաշվով Ադրբեջանը, այսօրվա Ադրբեջանը եւ այդ տեղանունները, ինչպես գրված է այդ քարտեզի վրա, ինչ առնչություն ունի այսօրվա Ադրբեջանը այդ տեղանունների հետ։ Կապ ունի ինքը։ Ոչ մի կապ չունի Ադրբեջանը, այսօրվա Ադրբեջանը ստեղծվել է այն տարածքի վրա, որը ինքն այսօր կա, ներկա է, որ հին Շիրվան, Շաքի եւ անեմ Շամախի այդ շրջանների անուններ
Հիմա դի կոչվում է Ադրբեջան եւ իրանց բոլորովին կապ չունեն այս հին քարտեզի մեջ եղած տարածքի։ Առավել եւս լեզուն է տարբերվում եւ տարերն են նույնիսկ տարբերվում։ Տարերը խնդիր չէ, այսօր տարերը ժամանակին Ադրբեջանը գրավոր այդ երկիրը, որ 3000 տարվա պատմություն ունի, գրավոր լեզու չունի։ Չի ունեցել եւ առաջի գրավոր տեքստը Ադրբեջանի թուրքերենով գրվել է 1870-ական թվականներին։ Ինչպես կարող ես դու 3000 տարվա երկիր լինել եւ այբուբեն էլ չունենալ նույնիսկ։ Ինչ է կարծում Ալիևի այս հայտարարությունը տարածքային նոր հավակնությունների մասին կարող է խոսել վկայել։ Չեմ կարծում, ես կարծում եմ, որ երբ որ օգոստոս 8-ին Ալիևը ստորագրեց այդ համաձայնագիրը խաղաղության, այսպես ասած կոչված նախաստորագրվեց, որ ես իմ կարծիքով դա փոխըմբռնման հուշագիր էր, ոչ թե պայմանագիր, դրա հիման վրա պետք է պատրաստվի այսօր պայմանագիրը, որի վրա աշխատում են, լսեցի, որ աշխատում են շատ արագ տեմպերով Հայաստանը, Ադրբեջանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միասնաբար, որ համաձայնագիրը պատրաստվի, բայց այդ համաձայնագրի մեջ նախաստորագրված այդ պայմանագրի մեջ Ալիևը հանձն է առել մի որոշ մի բաներ, որի համար շատ դժվար է դրանց կատարելը։ Օրինակ, Ալիևը հանձն է առել, որ մեր դիմացի իր կողմից հակահայկական քարոզչություններ չանի, բայց չի կարող չանել, քանի որ իր ամբողջ կյանքը հիմնված է Հայաստանից տարածքներ պահանջելով։ Հետևաբար շարունակում է այս ձևով։ Անունը ադրբեջանական է, ուրեմն մերն էլ։ Հետո մյուս կողմից էլ այդ տարածքի վրա եւ այդ պայմանագրի մեջ որ նշված Զանգեզուրի միջանցք անվանումը երբևէ գոյություն չունի ոչ մետեղ այդ պայմանագրերի մեջ։ Բայց տեսեք անցյալ ամիս քարտեզ հրատարակեցին Հայաստանի եւ Պարսկաստանի ու Նախիջևանի սահմանների եւ քարտեզի անունը դրեցին Զանգեզուրի միջանցք։ Այսինքն դա ընդհանրապես հակառակ է իր ստորագրածին, իր ասածին, բայց Ալիևը պետք ունի այդ գործեր անելու իր ժողովրդին հասցնելու, որ դեռևս ես պահանջներ ունեմ Հայաստանից։ Չկարծեք վերջացել են պահանջները։ Միշտեր Զանգեզուրի միջանցքը պահանջ չի, քանի որ ստորագրել է, որ այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Տեսեք, եթե հակահայ քարոզություն չի կարող իրականացնել, բայց փոխարենը հնչում են նման հայտարարություններ։ Դրան զուգահեռ Ալիևը նույն այդ հանդիպման ժամանակ հայտարարում է իր երկրի գիտնականներին, որ ավելի ակտիվորեն ուսումնասիրեն եւ հանրահռչակեն այդ քարտեզները։ Սա ինչի մասին է վկայում։ Առաջինը, որ դա հնարավոր բան չի, դա մեկ անգամ Ադրբեջանն արեց եւ շատ բացասական արդյունք տվեց դա։ Սրանից 7-8 տարի առաջ որոշեցին հրատարակել եվրոպական քարտեզ, միջնադարյան քարտեզներում եվրոպական Ադրբեջանի ներկա լինելը, Ադրբեջանի տեղը եվրոպական քարտեզներում։ Ատլասը հրատարակեցին։ Առանց մի խելոք մարդ է տեսնելու, դա վերատպեցին եվրոպական միջնադարյան քարտեզները, որոնց ոչ մեկի վրա Արաքսից հյուսիս Ադրբեջան անվանում գոյություն չունի։ Երբ ես խնդրեցի իմ ծանոթներից մեկին Մոսկվայում դա այդ քարտեզից մեկ օրինակ գնել, ատլասից մեկ օրինակ գնելու համար, մեկ 25-30 էջանոց ատլաս է, որը պիտի օրենքով արժանա $100 երևի, ես երևի $200 արժի համար գնի։ Մի քանի հետ որ զանգեց, ասաց փողդ մի վատնի զուր տեղ, ասի ինչու, ասաց դրա արժեքը դրել են $5000։ Իսկապես դրել են $5000, որպեսզի ոչ ոք չգնի դա, որտեղ հնարավոր չի, իրանց պատիվը տեսնեն, որ իր անունը չկա։ Նույն գործը Թուրքիան էր ուզում անել ժամանակին, 2012 թվականին Լոնդոնում միջազգային գրքի ցուցահանդես կան, հայկական տաղավարը եւ Թուրքիայի տաղավարը կողք կողքի էին։ Ես մտա Թուրքիայի տաղավարը իմ գրքերից ընդեղ հրկակային իմ քարտեզագրական գրքերից, ուրեմն մտա Թուրքիայի տաղավարը, ասացի դուք քարտեզների մեջ ինչեր ունեք, մատ գույք ցույց տվեցին ինձ, որ այնց թուրքերեն 1653 թվականի ձեռագիր քարտեզների կրկնօրինակն է, վերատպածն էր։ Ես կասի ես պատրաստ եմ ես գնալու, ամենայն դեպս հասցին պատասխանատուն ով է ես հետո խոսեմ, ասին որ գնացել է բրիտանական գրադարան, որպեսզի
իր գիրքը, որ պատրաստում է Օսմանյան կայսրությունը եվրոպական քարտեզներում, այդ գիրքը որ հրատարակի, որ ես իմ հրատարակածը Հայաստանի պատմական քարտեզներն էր, նրանք էլ ուզում են օսմանականը կադրացնել։ Ասած գնացել է քարտեզներ ուսումնասիրելու։ Իմ համարս տվեցի Իրան ասեք ինձ կապվի, որտեվ ես այդ բոլորը ես ինքս ժամանակին հետազոտել եմ, պատկերներն եմ ունեմ, կարող եմ իրան ցույց տամ ինչեր կան։ Այդ մարդ չզանգահարեց։ 13 տարի անց այդ գործը չեն արել։ Քանի որ տեսել են, որ 14-րդ դարից առաջ ընդհանրապես Օսմանյան անունը գոյություն չունի։ 14-րդ դարում առաջի անգամ Թուրքիա անունը նշվեց քարտեզի վրա։ Նրանք հետ քաշվեցին հասկանալով, որ իրանց օգուտին, մինչև ադրբեջանցիները առանց անդրադառնալ, որ իրանց անունը գոյություն չունի, տպել են, հետո անդրադարձել, որ իրանց անունը չկա։ Եթե պատմության են ուզում վերադառնել, Ալիևն ուզում է պատմական քարտեզների վրա, սա է արդյունքը։ Այսօր իր գիտնականներին 2005 թվականին հրավիրեց նույն ակադեմիայում, որ ես մեծ պարգևներ կտամ այն գիտնականներին, որ փաստերով գրեն, որ Կովկասի հարավում հայերը չեն ապրել մինչև 1828 թիվ։ Հետո դրանից 5 տարի հետո պարգևներ դրեց մի քանի գիտնականների, որ գրքեր գրել էին ատարտիվ։ Բայց դա ինչ էլ որ գրեն իրականությունից հեռու է։ Որոշ ժամանակ առաջ մի падգամավոր, ադրբեջանցի падգամավորներից մեկը ասում էր, որ Պետրոս առաջինը իր առաջին հրամանը գրել է ադրբեջաներեն։ Սա արդեն ոչ թե ծիծաղի ժանրից է, այլ, չգիտեմ, ինչի համար է սա արվում, ում է սա ներկայացվում, ներքին լսարանին է ներկայացվում, ներքին լսարանը այդքան տգետ է, որ չհասկանա, որ այս ամենը ինչ որ ներկայացվում է, պարզապես ծիծաղելի է, ամենակիչը ծիծաղելի է։ Գիտեք ինչ է, Ադրբեջանը մեկ քաղաքականություն ունի, մեկ իր ուզած ձևը տարածում է, սկսում է լրել, գրել, խրել, ասել, եթե դրա դիմադրողը չկա, դրա հակասողը չկա, շարունակում է։ Ինչքան չհակասես իրենց, որ ասես որ սխալ է, ճիշտը սա է նույնիսկ եւ այլն, շարունակել են։ Իրենց նպատակն այն է, որ 1-2 սերունդ հետո դա արդեն կդառնա մարդկանց համար սովորական, մարդիկ կընդունեն որպես սովորություն, հետո էլ մեծ սերունդեր անցնի կդառնա իրականություն։ Դրանք այդ ծրագրերով են աշխատում դրա համար։ Բայց դա այսօրվա աշխարհում չի կարելի անել, որտեղ այսօրվա աշխարհը ինտերնետը, միջազգային կապերը գոնե կարդացող մարդու համար այնքան հասանելի են, որ նրանք կարողանան տեսնել ինչ է իրականությունը։ Մինչդեռ մասսան դրանով հետաքրքրված չի։ Մասսան եթե ղեկավարը մի բան ասում է, լսում է, ասում է ճիշտ է ասում։ Այդ ձևով նրանք ուզում են տարածելով այդ կեղծիքները եւ այլն, տեր կանգնել ամեն ինչին։ Մինչդեռ մեր գիտնականներից ես դրանցից մեկը լինելով ես արդեն 15 աշխատություն ունեմ Ադրբեջանի եւ Հայաստանի համեմատական քարտեզների բանի վրա։ Վերջին աշխատություններից մեկն էլ իրենց 2014 թվին հրատարակած Ադրբեջանի ազգային ատլասն է, որի մեջ այդ նույն սխալը կրկնել են մեկ գլուխի նշանակել հարկացրել են Ադրբեջանը պատմական քարտեզներում։ Պատմական քարտեզները հրատարակել են այն քարտեզի վրա, որ բոլորի վրա Հայաստան, Արմենիա անունը կա, դրանք մաքրել են, ջնջել են, հետո հրատարակել են որպես իրական քարտեզ։ Ես ծանոթ լինելով դրանց օրինակ բնագիրերին, ես հոտ մեկ գրքիրք եմ հրատարակել, որ իրենց քարտեզները երկուս է, իրականը ինչպես եւ իրենց հրատարակածը ինչ է։ Կողքի դնելով, ասեք, տեսեք, այստեղ նույնիսկ մեկ քարտեզի մեջ, որ գրված է Արմենիա մայոր, այսինքն մեծ հայք, Արմենիան մաքրել են, մայորը մնացել են մաքրելու, մտածելով սա առանձին մի անուն է։ Հետո ես կողքը դրել եմ իրական այդ քարտեզը, որը բրիտանական գրադարանից վերցրած է, գրած է Արմենիա մայոր, մեծ հայք։ Այդ բաների վրա հիմնվելով եւ իր ժողովրդի տգիտությանը վրա հիմնվելով Ալիևն ուզում է ասել, որ տեսեք, ես չնայած խոստացել եմ, այս գործերը անելու ենք, խաղաղություն հաստատելու ենք, բայց ես տեսեք պահանջներ ունեմ, Զանգեզուրի միջանցքը վերցնելու եմ եւ լճի անունն էլ ես դրանից հետո իմ քարտեզներում գրել եմ Գոկչա։ Ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել։ Պահանջները մնացել են։ Պահանջները անվանապես են մնացել, իրավաբանապես։ Տեսեք, այս նման իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը
ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է անեն եւ գիտական մակարդակով եւ կառավարությունը պետական մակարդակով։ Գիտական մակարդակով շատ բան չեն կարող անել։ Ես գիտնականներից մեկն եմ, որ գրում եմ այդ արդի, բայց ես կարծում եմ իշխանությունները պետական մակարդակով պետք է այս բողոքները ներկայացնեն, բարձրացնեն Ալիևին, ասի դուք ստորագրել եք, որ Լանգեզուրի միջանցք անունը գոյություն չունի, ինչու է քարտեզ տպում բաժանում։ Եվ հետաքրքիրն է, որ այդ քարտեզները ոչ թե իրանք են ուղղացրել Հայաստանում, մեր ընդդիմություններն են, մի մասը վերցրել են, դրանք բազմացրել են, ծերել են Հայաստանում, որպեսզի իշխանությունների դեմ մի բան ասած լինեն։ Ճիշտ գործ չի, ընդդիմությունը պետք է բողոքի Ադրբեջանին, ասելով դու պայմանագիր ես ստորագրել, որի մեջ այդ անունը գոյություն չունի, ինչու ես այդ քարտեզի վրա դրել։ Իրենք գրեն։ Միայն բարձրաձայնելը բարձր ատյաններից բարձրաձայնելը բավարար է հակադարձելու Ալիևին։ Հակադարձել են, որ այս իրողությունը, եթե պայմանագիրը կա, ես համաձայնագիրը կա, պետք է ինքը կատարի դա։ Բայց արդյոք այդ վերջնական տարբերակը, որ վերջնական համաձայնագիրն է, երբ կպատրաստվի, ինչպես կպատրաստվի, դա դեռ չգիտենք։ Դեռ խոսակցության առարկա է Ամերիկայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որ ինչքան պետք է տևի այս վերջնականացնելը եւ ստորագրելը։ Դա պետք է շուտ հապույտ դարձնենք։ Մեր հանրությունը, հայ հանրությունը ինչպես պետք է վերաբերվի նմանատիպ հայտարարություններին։ Ես կարծում եմ հայ հանրությունը պետք է նման բաները ընդհանրապես պետք է չեղարկի, աչքի առաջ չունենա նման բաները, ոչ թե մեծացնի Ադրբեջանի ռոպագանդա ներսում խոսելով, մեր մեջ խոսելով։ Մենք պետք է կարևորություն տանք Ալիևի այս խոսքերին, ամեն անգամ եթե մի բան է լինում, վերադառնանք ասենք պայմանագիրը այս է ասում։ Եթե հնարավոր լիներ Ալիևին ցույց տալ մեկ քարտեզ, բազմաթիվ քարտեզներից, որը ցույց կտայիք։ Շուտ այնց այն քարտեզը, որ ինքն ասում է Սևան չկա, գյոկ չա է։ Այդ ռուսական քարտեզը է, այնց քարտեզի վրա երկուսն էլ միասին գրված է, հետո կա Հայաստան, կա Շիրվան, Ադրբեջանը գոյություն չունի։ Կա նույնիսկ Քուրդիստան։ Քուրդիստան կա, այո, քուրդեր են ապրում այդտեղ։ Բայց Ադրբեջան չկա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Քարտեզը պարզապես թուղթ չէ, այն հիշողություն է, ապացույց ու նաև հզոր պատասխան կեղծիքի դեմ։ Մենք զրուցում էինք քարտեզագիր Ռուբեն Գալչյանի հետ։ Ցտեսություն։